Հարգելի գործընկերներ, մենք վեր ենք հանել ժողովրդագրական դեմոգրաֆիկ խնդիրները մեր երկրում եւ վեր ենք լուծել, թե ինչ ունենք հողի վրա։ Իսկ այն, ինչ ունենք հողի վրա, ծայրահեղ անհանգստացնող է եւ մտահոգիչ, որովհետեւ հողի վրա մեր երկրում ծնունդները անկում են ապրել շուրջ 12%-ով։ Մեր երկրում ամուսնությունները անկում են ապրել շուրջ 7%-ով։ Ամուսնալուծությունները ավելացել են շուրջ 28%-ով։ Սա հիրավի մտահոգիչ է, որովհետև ընդհանրական առումով երկրի բնական աճը անկում է ապրել շուրջ 40%-ով։ Սա մի պատկեր է, որը մեզ գալիս է համոզելու, որ մեր երկրում դեմոգրաֆիկ ժողովրդագրական աճը հնարավոր է նաև նպատակաուղղված քաղաքականության հետևանք է, որը ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ։ Հարգելի գործընկերներ, ինչպես տեսաք, հողի վրա մենք ունենք ահազանգող պատկեր ու հաշվի առնելով ի սկզբանե ժողովրդագրության կարևորությունը, մեր ուժը, իդեմ մեր առաջնորդ պարոն Կարապետյանի լրջագույն հեղափոխական տնտեսական առաջարկ արեց 300,000 աշխատատեղ, որովհետև այս 300,000 աշխատատեղերով մենք կարողանելու ենք մեր բնակչությանը պահել մարզերում եւ ամուսինները մնալու են իրենց ընտանիքներում։ Դրան ի լրումն առաջարկեցին 20,000 մաչելի բնակարան, որը կնպաստի ընտանիքների զարգացմանը, բազմացմանը, ձևավորմանը։ Բայց սա դեռ մեկնարկն է։ Մենք ներկայացնում ենք մեր հեղափոխական առաջարկը, որը միտված է ժողովրդագրական աճին եւ այս լրջագույն խնդրի լուծմանը։ Մենք մեկնարկում ենք ազգային վերածննդի հիմնադրամ։ Ազգային վերածննդի հիմնադրամը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են այս լրջագույն ժողովրդագրական խնդիրները, սկսած ծնելիությունից վերջացված ամուսնալուծությունների այս թվաքանակի անկման նպաստող իրավիճակի ստեղծմանը։ Բայց լրջագույն առաջարկը կայանում է նրանում, որ մեր հիմնադրամը ունենալու է ընդամենը 30% պետական մասնակցելիություն, իսկ մնացած 70%-ը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ ամբողջ աշխարհից։ Եվ սա կարող է կազմակերպվել բացառապես Ուժեղ Հայաստան դաշինքի կողմից։ Ասեմ ավելին, բացի այն, որ ազգային վերածննդի հիմնադրամը իրականացնելու է այս հեղափոխական փոփոխությունները ու մշակելու է միասնական քաղաքականություն, մենք նաև ունենք կոնկրետ առաջարկ։ Քանի որ այսօր հողի վրա այս իշխանությունը կատարել է փոփոխություն եւ միասնական ու նույնական է դարձրել նպաստները առաջինից մինչև անսահման երեխաների թվաքանակ, ինչը նախկինում տարբերվում էր, այսինքն առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ երեխաների համար պետությունը տարբերակված նպաստեր տրամադրում, որպեսզի շահագրգռեր բազմազավակ ընտանիքների ավելացմանը։ Իրենք փոփոխություն են կատարել եւ սեպտեմբերի 1-ից անկախ ընտանիքի երեխայի քանակից կլինի դա 3-րդ ծնունդը, 4-րդ ծնունդը, 5-րդ ծնունդը, բոլորին տալու են նույնական նպաստ։ Ինչ ենք առաջարկում մենք։ Յուրաքանչյուր 4-րդ երեխա ծնունդի համար ստանալու է 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար եւ դրանից հետո 6-րդ, 7-րդ երեխաների ծնունդների համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան։ Սա հիրավի այնպիսի առաջարկների փաթեթ է, որը հնարավորություն կունենանք իրականացնելու բացառապես մեր առաջնորդի միջազգային բացառիկ կապերի շնորհիվ եւ արդեն կա տեսլական, թե որ ներդրումային կազմակերպությունները ինչ չափաբաժիններով են մասնակցություն ունենալու այս գործընթացին։